Նախանուն արդարության ասեմ, որ երբ որ լրագրողի մասին ծեծից է խոսք գնում, ընդդիմադիր պատգամավորներից ոմանք փորձեցին պաշտպանել նույնիսկ ծեծողին այդ ժամանակ, այսինքն դա դասական victim blaming էր, հիմնավորում են թե ինչի համար են ծեծել։ Այս մեկ էլ ես հանուն արդարության, երկրորդ ձեր կողքը նստումա ձեր գործընկերը, որը ժամանակին իր տեխնացուականի պաշտպանության ժամանակ երիտասարդների էր հանել լրագրողների դեմ, որոնք հստակ խուլիգանական արարքներով խոչընդոտում են լրագրողների աշխատանքը, արդյոք հարցրել եք ինքը պատրաստվում է սրա համար գոնե ինչ որ մի անգամ ներողություն խնդրել եւ ովքեր էին այդ երիտասարդները եւ երրորդ ուզում եմ մեջբերել լրագրող Անի Գևորգյանի գրառումը, եթե Փաշինյանի խավորի աղբեր Վահե Ղալումյանը Գիրանցում Ադրբեջանի շահերը սպասարկելուց հետո մի լավ ծեծ ուտեր, այսօր այսքան լկտիություն չեր ունենա, ծեծ կրթուկ ԱԺ-ում, ԿՊ-ական պատգամավորները եւ այլն։ Արդյոք սա չի զուգահեռվում այս դեպքերի հետ, արդյոք այստեղ չկա երկկողմանի սադրանքի, այսինքն միակողմանի դիտարկելը ճիշտ է համարում, թե չէ պատգամավորների պահվածքի։ Եվ այս սրա հետ կապված ասելիք ունեք, թե չէ այս ստատուսի։ Ես որևէ մեկի ստատուսը չեմ պատրաստվում այստեղ մեկնաբանել, առավելևս որ չի առնչվում Անդրանիկ Քոչյանի վարքին։ Այս առաջին։ Երկրորդը, հիմա եթե տենց շատ փորենք նախկինում ով ինչեր արել, մենք կգտնենք այս խմբակցությունում եւ լրագրողների եւ նաեւ այնպիսի մարդկանց, ովքեր որ լրագրողների նկատմամբ ցուցաբերել են նույնպիսի վարք կամ ավելի վատ վարք, բայց ճիշտ է Անդրանիկ Քոչյանի դեպքով մենք նախաձեռնել ենք, բայց օրինակ Հայկ Սարգսյանը երբ որ վերցրեց լրագրողներից մեկի բարձրախոսը եւ մտավ սենյակ, այո, մենք չենք նախաձեռնել եւ նա ձեր խմբակցության անդամ է ու ես չեմ լսել ձեր դատապարտումը։ Եվ նաեւ չեմ լսել, երբ որ նա ձայնագրիչը գողացել էր եւ տարել պահել էր լրագրողի։ Այդ ժամանակ էլ չեմ տեսել։ Ու սենց որ դուք պահանջում եք, միա դուք ինքնակնադատաբար վերաբերվեք եւ դուք էլ ասեք, դուք ձեր գործընկերներին ինչ եք ասել, ինչ չեք ասել։ Այն ժամանակ, երբ որ Տարոն Մարգարյանը եղել է քաղաքապետ, ես եղել եմ լրագրող։ Ու այն ինչ որ դուք գիտեք իմ նյութերից։ Այնպես որ ես չեմ ձեզ խորհուրդ տա, դուք այդքան հետ գնաք, որ շատ հետ գնանք, շատ ավելի վատ բաներ կբացահայտվեն։ Համեցեք, արձագանք տան հարցը։ Խոսքը դատապարտումի մասին չէր, թե չէ որ հետ գնանք շատ բաներ իրոք կարող եմ ես հիշեցնել, որովհետև շատ հաճախ ես ձեր կողքին ներկա եմ, ես հարց տվեցի, արդյոք խոսել եք, ճշտել եք ովքեր են եւ խորհուրդ տվել եք ներողություն խնդրել հանրությունից նման դեպքի կապակցությամբ, թե ոչ։ Ոչ, որովհետև դա եղել է անցյալում եւ այդ դեպքի մասով շատ զարգացումներ են եղել, այդ դեպքին տրվել են շատ գնահատականներ եւ այդ դեպքը արժանացել է այն գնահատականին, որ այսօր ակնկալում ենք արժանանա նաեւ ձեր գործընկերոջ վարքը։